Մենք տաղավարում ենք եւ շարունակում ենք առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ եւ վերջին ժամանակահատվածներում հատկապես համոզվել ենք, որ կա մի վայր, որը շատ է սիրվել բոլորի կողմից, ադրենալինի մի մեծ չափաբաժին է ստանում, այնտեղ էներգիան ուրիշ է, տրամադրությունը լիարժեք փոխվում է եւ այդ վայրում, եթե հատկապես միանում է մշակույթը եւ արվեստը, ապա պարզապես երեկոները դառնում են անմոռանալի եւ նման մի երեկոյի մասին ենք մենք հիմա խոսելու սիրելիներս, որովհետեւ հուլիսի 27-ին կարող եք վայելել տանգո տանիքում։ Կադանս անսամբլի սա նոր նախագիծ է, որը իրականացվում է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ, իսկ մանրամասները արդեն մեր հյուրի հետով արդեն տաղավարում է։ Մեր տաղավարում է Կադանս անսամբլի գեղարվեստական ղեկավար Տանգո տանիքում համերգի ռեժիսոր Ասատուր Քալաշյանը, բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ առավոտը սկսում ենք միասին այս հետաքրքիր նախագծի մասին բացահայտումներ անելով։ Գաղափարի մասին խնդրեմ, ինչպես ծնվեց այս գաղափարը, որովհետև տանիքում տանգո հազվադեպ կարող ենք տեսնել, երևի թե զույգի սիրո խոստովանություն կարող է լինել, հետո միասին բարեին, բայց երբ այս ամենին տալիս ենք արդեն մասնագիտական ու պրոֆեսիոնալ մոտեցումներ եւ համագործակցություն, ապա շատ հետաքրքիր է դառնում բացահայտումները, խնդրեմ։ Պետք է ասեմ, մտահղացումը ստեղծվեց իմ եւ մայստրո Դուրգարյանի կողմից։ Մենք թվով երրորդ նախագիծն է, որ իրականացնում ենք օպերային թատրոնում։ Մեր առաջի երկու նախագծերը իհարկե կտրուկ տարբերվում են մեկը մյուսից, իրենց ձևաչափերով, տեսքով, բնույթով, բայց երրորդը փորձեցինք եւս կտրուկ փոփոխության ենթարկել եւ մեր մոտ միտք առաջացավ, որ կարելի է արդեն ամեն ինչ փոխել ծրագիրը եւ նորովի ներկանալ հենց տանիքում։ Պետք է ասեմ, որ երբ որ մենք բեմի վրա ելույթ էինք ունենում եւ ներկայացնում ենք նախագիծը, ձևաչափը ամբողջովին այլ էր, որովհետեւ մենք փորձում ենք պահպանել թատրոնի ակադեմիական բոլոր կարևոր հատկությունները, այո, եւ ներկայացումները կառուցվում են թատրոնին համահունչ։ Այս դեպքում թե ռեժիսորական լուծումները, թե պարային համարները, թե պրեմիերաները ամբողջը փոփոխվեցին, պատրաստվեցին հատուկ տանիքի համար, որպեսզի հանդիսատեսը մեր ներկայացումը նոր ամբողջությամբ տեսնի եւ կարելի ասել, քանի որ առաջի անգամ ենք մենք ելույթ ունենալու ամսի 27-ին, դեռ լիարժեք չենք տեսել կտավը, բայց կարելի ասել, որ ստացվել է փորձերից ելնելով, որտեղ արդեն մեր մոտ տանիքում փորձերը սկսվել են եւ կարելի ասել շատ հետաքրքիր բան է ստացվել մեր մոտ։ Երրորդ համագործակցությունն է, ինչպես նշեցիք, եւ սա արդեն վստահության մասին է նաեւ խոսում, փոխադարձ վստահության։ Ինչն է այս համագործակցությունը այսքան հաջող դարձնում, որտեղ է գաղտնիքը։ Իմ կարծիքով մտածողությունը մեր թմի, կարելի ասել իմ կողմից առաջարկվող կամ առաջ բերվող մտքերի, տեսակների, ձևաչափերի, որը որ թատրոնի մայստրո Դուրգարյանի հետ համատեղվում է, մենք մեր մտքերը կարողանում ենք ռեալիզացնել շատ գեղեցիկ, աշխատանքը կատարվում է շատ համահունչ, պահպանվում են բոլոր կարևոր կոլեկտիվ մտածողությունները, քանի որ մենք ելույթ ենք ունենում միասին եւ մեր համերներին մոտավորապես 40 արտիստ համատեղ աշխատանք է կատարում եւ այդ ամբողջ փուլերը մենք կարելի ասել շատ բարձր մակարդակով ենք անցնում, որը համ Կադանս անսամբլի համար է շատ հետաքրքիր եւ հաճելի եւ վստահ եմ թատրոնի համար նաեւ։ Թույլ տուր նաեւ այս ամենին ավելացնել պրոֆեսիոնալիզմը, որովհետեւ համենայն դեպս այն ինչ տեսնում ենք ձեր ցանկացած աշխատանքի մեջ, դարվում է բարձր մակարդակով, կլինի համերգային ծրագիր, կլինի պարզապես ձեր ինստագրամյան էջերի վարելու ընթացքը, ամեն բան արվում է շատ բարձր մակարդակով, ինչը իսկապես ողջունի է եւ դուք կարող եք քաղել դրա պտուղները։ Նորից վերադառնանք հիմա համերգային ծրագրին եւ խնդրեմ մի փոքր բացահայտենք այն ռեժիսորական լուծումների մասին, որ դուք մտածել եք եւ դարձրել եք իրականություն, ու հետո նաեւ խոսենք արտիստերի մասին, քանի զույգ են այդ օրը ելույթ ունենալու եւ նաեւ կենթանի նվագակցության կարեւորությունը համերգային ծրագրի առհասարակ տրամադրության մեջ։ Տեսեք, մենք հանդիսատեսին դիմավորելու ենք ժամը 20:30 եւ ունենալու ենք մոտավորապես 3 զոնա, 3 տարբեր
տարածքներ ենք ունենալու տանիքում, որտեղ որ հանդիսատեսը անցնելու է տարածքների միջով եւ ես մտածել եմ կարելի ասել ամեն դետալի մասին, որպեսզի հանդիսատեսը օրը իր սկսի եւ ավարտի, չի գալու հանդիսատես ուղակի համերգ դիտելու։ Նա անցնելու է փուլերով եւ հայտնվելու է վերջում կոպիտ ասած գալա համերգի, որտեղ կարևոր միջոցառումն է սպասվելու։ Սա է կարևոր մեխը մեր օրվա եւ մնացածը կախված էր տանիքի տարածքի թույլ տալը, ինչը որ մենք կարող ենք օգտագործել։ Իսկն ամբողջովին նոր բեմահարթակ է հավաքվել, պատրաստվել հատուկ պարային ծրագրի համար, որը կարելի է ասել կրկին մեծ աշխատանք էր թատրոնի կողմից եւ ամբողջ տանիքի կահավորումը, ամբողջ այդ նորարարությունները, ինչը որ մենք արեցինք, մենք արել ենք կարելի ասել զրոյից, որովհետեւ տանիքում առհասարակ մինչեւ այսօր ոչ մի բան պատրաստված չէր գեղարվեստական մասով եւ սա մեծ մասշտաբային աշխատանք ստացվեց սկզբի համար, որը որ կունենա իր հետագա դրամաբանական ընթացքը։ Պարային զույգերի մասին նաև Պարային զույգերը համալրումներ եղել են թե ոչ։ Պարային զույգերը մեր մշտական պարային զույգերն են, ովքեր որ միշտ ներկայանում են Կադանս անսամբլի հետ։ Մեր մոտ պրոֆեսիոնալ անսամբլ է եւ մենք կարելի է ասել արտիստների շատ հազվադեպ կարող ենք ընդունել եւ ճանապարհել, որովհետեւ մեր կոլեկտիվում մոտավորապես մենք ունենք 4-5 զույգ եւ կարելի է ասել առհասարակ չենք էլ մտածում կոլեկտիվը մեծացնելու մասին, որովհետեւ մենք կարողանում ենք 4 զույգով օպերային թատրոնի բեմում լիարժեք ներկայացումներ խաղալ, որը որ արդեն մեր մոտ ստացվում է եւ մեր մշտական զույգերը այդ օրը կներկայանան եւ նոր ծրագրով։ Շատ կարեւոր է։ Շատ հետաքրքիր է, ինչ մարտահրավերներ է ստեղծում բաց տարածքում աշխատելը, այն էլ տանիքում աշխատելը։ Երբ են ձեր փորձերը տեղի ունենում, ցերեկը անհնար կլինի, հավաքվում եք երեկոներին, քամին, բնության տարբեր պայմանները ինչ է տեղի ունենում։ Իհարկե եղանակային պայմանները առաջին կարևոր բանն են, որ մենք պետքա հաշվի առնենք, բայց ինձ թվում է մեզ չի խանգարի անգամ եղանակը, որովհետև մենք մայստրո Դուրգանյանի հետ ունենք երկրորդ տարբերակ, որը հիմա չեմ ասի, եթե եղանակը մեզ խանգարի, մենք դրա մասին նաև մտածել ենք, բայց գիտեք, այդ բաց ազատ տարածությունը, որտեղ որ դու կարող ես կենթանի երաժշտություն լսել եւ պարային գեղեցիկ մեկը մյուսից համարներ դիտել, արդեն ինձ թվում է բացառիկ է եւ ամենակարևորը ստեղ այդ աուրայի հարցն է, որ մենք կարելի ասել լուծել ենք եւ հանդիսատեսը այդ օրը տեսնելու է շատ գեղեցիկ ներկայացում, որը հատուկ ռեժիսորական լուծումներով պատտվելու է դեպի հանդիսատես, որտեղ հանդիսատեսը մեր մոտ նստելու է բեմի կողքերում եւ մեր դիմացը ամբողջությամբ ազատ տարածք է լինելու, այսինքն մենք չենք աշխատելու ուղիղ դիմաց հանդիսատեսին, սա էլ է շատ հետաքրքիր, ամբողջ համարները մտածված են աչեղձախ հանդիսատեսի համար, կառուցվել է ամբողջ ծրագիրը տես, որպեսզի նաև հանդիսատեսին հրամցնենք այդ մեր մտքերով։ Բոլորիս հայտի բեմական ձևաչափը, բեմական իրականությունը լավ իմաստով իհարկե փորձել եք խախտել, որպեսզի մի փոքր ավելի հետաքրքրությունը մեծանա եւ տեսանելիությունը նաեւ այլ դիտանկյունից լինի։ Մեզ մնում է ձեզ շնորհակալություն հայտնել, հաջողություն մաղթել կայանալիք համերգի հետ կապված եւ շատ ուրախ ենք, որ այո, մեզանում կան նման անսամբլներ, ովքեր մտածում են շատ պրոֆեսիոնալ, բայց թող մի օր դռները բացվեն, որովհետեւ ըստիս այո, կան պարողներ, կան արտիստներ, ովքեր գուցե օրերից մի օր կցանկանան լինել Կադանսում։ Սիրով։ Սա որպես առաջարկ պարզապես չէի կարող չասել։ Հիշեք սիրելի լսադիտողներ, հուլիսի 27-ը հետաքրքիր օր է լինելու, հատկապես երեկոյան հատվածը բաց երկնքի տակ, տանգո տանիքում ունեք հնարավորություն վայելելու Կադանս անսամբլի նոր նախագիծը ուղեկցությամբ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի։ Այսքան օրվա դրամատուրգիան սպասվում, իսկ մենք առաջարկում ենք շարժվել առաջ սիրելի հեռուստադիտողներ։